Նա մեկն է, ով չի վախենում փորձել և սովորել նորը։ 16 տարեկանում նա սիրահարվեց հեռուստատեսությանը և սկիզբ դրեց իրենց երկարատև սիրավեպին։ Հանդիսատեսը նույնպես չկարողացավ անտարբեր մնալ իր հմայքին, նվիրելով նրան իր մեծ սերը։ Իմ այսօրվա հյուրն է Գայանե Ասլամազյանը։ Բարի երեկո Գայանե, անչափ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք իմ տաղավարում։ Բարի երեկո, խոչընդոտների հարկ է լինում էին անընդհատ, բայց ի վերջո ես այստեղ եկա եւ շատ լուսավոր եւ պայծառ վայր է այստեղ, ես վստահ եմ, որ տրամադրությունն էլ է այդպեսին։ Հուսամ։ Գայանե, դու հաղորդավարուհի ես, դերասանուհի, արվեստաբան։ Ով ես դու քո հոգում։ Մարդ, ով սիրում է գեղեցիկը։ Դու ամենտեղ փորձում ես այդ գեղեցիկը մտցնել։ Ավելորդ չի լինում դա մի տեսակ։ Չէ, ես սիրում եմ գեղեցիկը, ես սիրում եմ գեղեցիկ վայրեր, ես սիրում եմ գեղեցիկ մարդկանց, սիրում եմ գեղեցիկ իրավիճակներ եւ հնարավորինս, եթե կարելի է ինչ-որ մի բան փոխել դեպի ավելի լուսավոր, դեպի ավելի սիրուն, ես դա անպայման կանեմ։ Քո մայրը նկարչուհի է։ Դու մեծացել ես արվեստի մթնոլորտում, տարբերվել ես վստահ եմ քո հասակակիցներից։ Հա, տարբերվել եմ մտածողությամբ, եղել եմ ըմբոստ, այն տարիներին, երբ ես լսում էի ռոք, մետալ, հագնվում էի եւ վարսերս շատ կարճ կտրած էին, հա, տենց մի քիչ շատ տարբերվում էին, ինձ անգամ դպրոց չէին թողնում սաներվածքիս համար, որովհետեւ շատ ունեի նաեւ աքսեսուարներ, ականջողներ, բրասլետներ, ինչ այն ժամանակ ընդունելի չէր եւ ընկալելի չէր, բնականաբար, իսկ ես սովորում էի ցուցադրական դպրոցում Գոգոլի անվան, այնտեղ ուսուցիչները իմ մորքուրն էր եւ բնականաբար մոտեցումն էլ այլ, որպես ուսուցչի երեխայի եւ ընդհանրապես չէին ընկալում այդ ժամանակ այդ ամենը եւ եկավ մի պահ, երբ արդեն այդ, չգիտեմ, ըմբոստություն էր, բնավորություն էր, թե պարզապես ինչ էր խոսեցի մեջ եւ մայրս ինձ սատար կանգնեց, ես փոխեցի դպրոցը եւ գտա համախոհների, գտա այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում մշտապես իմ կողքին են եւ ես շատ ուրախ եմ, որովհետեւ այդ վերջին տարի ու կեսը ինձ տվեցին իսկապես լավ ընկերներ, լավ մարդիկ եւ շատ լավ հիշողություններ։ Անկեղծ եմ ասում, այն ինչ որ դու հիմա պատմում ես, ինձ համար մի փոքր անհավատալի է թվում, որովհետեւ քեզ պատկերացնել այդ տեսակի մեջ ինձ համար դժվար կլինի։ Ինձ հետաքրքիր է, երբ եղավ այն պահը, երբ որ դու փոխակերպվեցիր։ Բավականին ուշ, որովհետև ես ընդհանուր առմամբ երևի դժվար եմ մեծանում։ Ես չեմ ուզում մեծանալ եւ մտածողությունս էլ մի քիչ, չգիտեմ, եւ մանկությունս երկարեց, եւ պատանեկությունս ավելի երկար եղավ, քան սովորաբար ես տեսնում եմ իմ շուրջը եւ ինձ թվում է, որ արդեն բավականին մեծ էի եւ տեղս էլ արդեն բավականին մեծ էր, երևի մի քիչ արդեն իր հետ այդ շփումը բերեց նրան, որ ի վերջո տարիների ընթացքում նաեւ այն եղած իրադարձությունները, որոնք ինձ էին կերտում ի վերջո սարքեցին, ստեղծեցին այն կերպարը, որով ես հիմա ներկայանում եմ մարդկանց։ Բայց որքանով է այս կերպարը իրական։ Չէ՞ որ ստեղծեցին, դու օգտագործեցիր այդ բառերը, կերտեցին, ստեղծեցին, սարքեցին, դու կարծես անդադ երրորդ դեմքով խոսեիր, չասեցիր կերտեցի, սարքեցի, Գիտեք ինչու, որովհետև ի վերջո ես համարում եմ, որ այն հիմքը, որը կա, երբևէ չի փոխվում, այսինքն մարդյակը երբևէ չի փոխվում, ինքը ինչպիսին ծնվում է, այդպիսին ի վերջո մահանում է։ Տարիների ընթացքում նա հետաքրքրություններ է ձեռք բերում, ինչ-որ ֆորմաներ է ընդունում, որով սկսում է մարդկանց հետ եւ ընդհանրապես աշխարհի հետ շփվել, բայց ի վերջո այն հայերը լավ արտահայտություն ունեն, ողն ու ծուծը երբևէ չի փոխվում, միշտ նույնն է մնում եւ մարդ կերպարը, մարդ երևույթը, որը ես կայ, նույնն է։ Պարզապես տարիքի հետ մեկ ես հիմա էլ սիրով լսում եմ ռոք, ես իմ տղայի հետ գնում եմ համերգների, մենք միասին այնտեղ մասնակցում ենք, ուրախ ժամանց ենք
միասին անցկացնում, բայց բաներ կան, որ նաև տարիքի հետ մի քիչ այլ կերպ ես ընկալում, մի քիչ ավելի մեղմ ու փափուկ, ինչ ավելի սուր կընդուներ ինչ որ տարիքում, հա հիմա ավելի ընդունում ես, որովհետև երևի թե ավելի շատ բան ես հասկանում։ Դու քո հարցազրույցներից մեկի ժամանակ նշել ես, որ շատ պարզ մարդ ես։ Ինչու՞մ է կանում այդ պարզությունը։ Գիտեք, պարզ եմ շփման մեջ, հեշտ եմ, ինձ հետ դժվար չէ, երբևէ չեմ գնում, այսինքն աշխատում եմ, չեմ կարող այդպես հստակ ասել, որ չեմ գնում ինձ հակառակ, բայց աշխատում եմ ինձ չգնալ հակառակ եւ երբևէ ասեմ նաեւ պարզությունը ինչու՞մ է։ Երբ կա մարդ, ում ես չեմ ընդունում եւ ընկալում, ես այդ մարդու առջեւ երբևէ ցույց չեմ տա հակառակը։ Գուցե եւ ես ցույց չտամ, որ ես նրան չեմ ընկալում, բայց հակառակն էլ երբևէ ցույց չեմ տա։ Ամեն դեպքում իմ վերաբերմունքը միշտ հստակ երևում է բոլորի նկատմամբ, ես ընդհանուր առմամբ բաց մարդ եմ։ Ես շատ ընկալում եմ մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, երբևէ նրանցից ավելի շատ չեմ սպասում։ Եվ դա էլ է հեշտացնում կյանքը, երբ սպասելիքներդ մեծ չեն, ուրախանում ես ամեն փոքրիկ մի բանի, ինչը տեղի է ունենում։ Իսկ եթե կան մարդիկ, ում ես չեմ ընկալում, ես իրենց պարզապես չեմ ընկալում։ Դրանք քիչ են, բայց կան։ Դու գեղեցիկ երեխա ես եղել, վստահ եմ։ Փոքրիկ ժամանակ շատ։ Եվ դու գեղեցիկ ես։ Քիչ մարդկանց մասին կարող ես այդ արտահայտությունը ասել։ Որքանով է դա քեզ խանգարում, որքանով է դա քեզ օգնում եւ որքանով ես դու եւ արդյոք դու դա օգտագործում ես կյանքում։ Անկեղծ ասած, ես ինքս ինձ երբևէ հենց գեղեցիկ չեմ համարել ու չեմ համարում։ Ես գիտեմ, որ գուցե վառ արտաքին ունեմ, գիտեմ, որ գրավիչ եմ, գիտեմ, որ ես կարող եմ զրույցի ընթացքում անգամ մարդկանց, ովքեր չունեն հետաքրքրություն կամ հետաքրքրված չեն իմ անձով, ես կարող եմ այնպես անեմ, որ անգամ վերաբերմունքը փոխվի իմ նկատմամբ։ Համարում եմ, որ դա ինչ-որ տարբեր բաների կանգլամերատ է, ինչը բերում է նրան, որ մարդիկ ինձ հավանում են, բայց ասել միանշանակ, որ ես գեղեցիկ եմ, երբևէ նման, չգիտեմ, ես ինձ այդպես չեմ ընկալել ու հաճելի է, շատ եմ լսում նման գնահատականներ, բայց անկեղծ եմ ասում, որ ես չեմ համարում, որ գեղեցկությունն է բարդացնում կամ թեթևացնում մարդու կյանքը, բարդացնում կամ թեթևացնում է նրա մտածելակերպը, եւ եթե դու տարբերվում ես, ուրեմն արդեն բարդություններ ունես։ Մի փոքր դու փորձիր լինել ուրիշ, հանրությունից մի փոքր տարբերվիր եւ դու արդեն բարդություններ կունենաս։ Լինի դա դպրոցում, լինի ուսանողական կյանքի ընթացքում, լինի առավել եւս արդեն հասուն կյանքում, երբ մարդիկ արդեն կոնկրետ իրենց արևի տակի տեղի համար պայքար են տանում, այդ ժամանակ առավել եւս դժվար է լինում։ Ինչ որ մի պահի ստացվեց այնպես, որ դու ամուսնալուծվեցիր։ Սովորաբար ամուսնալուծված կանայք ունեն նման բարդույթ, ամուսնալուծված կնոջ։ Դու այդ բարդույթ ունեցել ես երբևէ։ Տարիների ընթացքում բավականին շատ բան է փոխվել, ցավոք սրտի ես մեծացել եմ ամուսնալուծված ընտանիքում եւ այն բարդությունները եւ հասարակության կողմից այդ դժվարությունը, այդ երևույթի ընկալման բավականին ծանր էր եւ մանկության տարիներիս էլ բավականին խնդիրներ էին լինում նմանատիպ եւ անգամ իմ անձնական կյանքի վրա են ազդել այն փաստը, որ իմ մայրը ամուսնալուծված է եւ ես ամբողջական ընտանիքում չեմ մեծացել։ Տարիների ընթացքում բնականաբար առաջնայինը ինչ կար իմ մտքին, դա ունենալ ամբողջական ընտանիք, լինել երջանիկ, ունենալ շատ երեխաներ, բայց ցավոք սրտի իմ կյանքում էլ այդպես չստացվեց, բայց շնորհակալություն։ Բայց անգամ այն տարիներին բավականին դժվար էր, որովհետև չէին ընկալում։ Գիտեք, մի կողմից հիմա իհարկե մարդիկ փոխվել են, ավելի ընդունում են այն փաստը, որ երկու մարդ, երկու անձ կարող են միմյանց չհասկանալ եւ ի վերջո բաժանվել եւ փորձել ամեն մեկը իր
կյանքը գտնել եւ ավելի երջանիկ լինել, բայց կարծում եմ, որ անգամ այդ չընդունելու մեջ ինչ որ դրական բան կա, որովհետեւ այդ դեպքում իսկապես բոլորը փորձում են այդ ընտանիքը պահպանել, որովհետեւ ընտանիքը շատ բարդ երևույթ է եւ այնպես չի, որ անընդհատ պետք է լավ օրեր լինեն։ Այդ բարդությունները պետք է սովորել հաղթահարել։ Ինքդ քեզ երբ որ տալիս ես այդ հարցը, արդյոք ես արեցի ամեն ինչ հնարավոր էր, ինչ պատասխան ես տալիս։ Ես հստակ կարող եմ ասել, որ ես արել եմ ամեն ինչ, եւ ես հստակ կարող եմ ասել, որ ի վերջո որոշումը մեր ճիշտ էր, որովհետեւ նա գտել է իր երկրորդ կեսին, իրենք ունեն շատ գեղեցիկ ընտանիք, 2 հրաշք երեխաներ եւ ես ուրախանում եմ, որ երկուսից մեկը գոնե կարողացավ ստեղծել այն, ինչին մենք ցկտում էինք երկուսով։ Իմաստուն կնոջ խոսքեր, բայց չի լինում մեջդ երբեմն չեմ ուզում ճիշտ բառը գտնել, իսկ ինչու ոչ քո կյանքում։ Իմ կյանքում մի քիչ ավելի բարդ է, որովհետև ես կին եմ։ Կանանց ընդհանրապես ավելի դժվար են ընդունում եւ ավելի դժվար ներում յուրաքանչյուր քայլ, անգամ եթե դու շատ ճիշտ ես, միևնույն է, մի տեսակ մեր հասարակությունը տղամարդկանց ներում է միանգամից ամեն ինչ հենց իրենց ծնված պահից։ Ոչ միայն մեր հասարակությունը, այո, պատմությունն է նաև դա ցույց տալիս, բայց մեր հասարակությունը կարծես թե առավել վառ է այդ ցույց տալիս եւ բնականաբար կանանց համար շատ ավելի դժվար է։ Հատկապես մեր բնակավարում գտնվող, հատկապես ստեղծագործող, հատկապես մի քիչ տարբերվող, մի քիչ ուրիշ մտածողություն ունեցող դժվար է։ Քանի տարեկան է հիմա տղադ։ 16։ Հավատս չի գալիս։ Կա մի հարց, որը նա տվել է իր կյանքում ու դու չես կարողացել պատասխանել։ Այդպես դժվարանում եմ պատասխանել, որովհետև շատ անկեղծ ասած իմաստուն եւ խելացի երեխա է եւ մենք շատ լավ ընկերներ ենք եւ զրույցներ շատ ենք ունենում, բայց որ ասեմ ինչ որ նման հարց եղել է եւ ես խնդիր եմ ունեցել, երևի թե չէ։ Տես, ստացվում է, որ դու ես մայրդ եւ որդիդ։ Ինչպես ես կարողացել գուցե հարցս էսպես ձևակերպեմ, օգտագործել ես մայրիկի ծրագիրը դաստիարակության, թե ստեղծել ես քոնը, թե ինչ-որ ընդհանուր մի բան։ Անկեղծ եթե լինեմ, ես իսկապես մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, մայրս դաշնակարուհի, հետագայում մեծ տարիքում պատկերացրեք որոշեց, որ պետք է նկարչուհի դառնա, պրոֆեսիոնալ նկարչուհի դարձավ, ընդունվեց, սովորեց, իդեպ դա էլ էր դժվար, որովհետև նա իհարկե հիմա ես ժպիտով եմ դա հիշում, նա ընդամենը 33 տարեկան էր, բայց այն տարիքում, երբ ասում էր ուզում եմ ընդունվել եւ սովորել հենց գեղանկարչություն, ուզում եմ պրոֆեսիոնալ նկարիչ լինել, հասարակությունը անգամ դա չէր ընդունում։ Այսինքն այդ տարիքը, որը հիմա ես որպես երիտասարդ եմ ընկալում իմ տարիքից ելնելով, այն ժամանակ անգամ դա էր իրեն բարդ, անգամ ընտանիքը մեր չէր հասկանում, որ ոնց կարող է մարդ այդ տարիքում ուզի նորից կրթություն ստանա, այն էլ որ ինքը ունի իր կրթությունը եւ այլն, եւ բնականաբար իր մտածելակերպը մի քիչ այլ էր։ Մենք մի տարի միասին սովորել ենք, նա վերջին կուրսում, ես առաջին կուրսում, մեզ մոտ հենց հետաքրքիր էր ամեն ինչ, եւ ես մեծացել եմ շատ ազատ, շատ սիրված, շատ տենց հասկացված, երբևէ խնդիր չեմ ունեցել, մայրս միշտ իմ կողքին է եղել, միշտ ինձ օգնել է յուրաքանչյուր հարցում աջակցել, որոշումներ կայացրել իմ փոխարեն, ինչի համար ես ըստ այն իրենից շատ շնորհակալ եմ։ Իսկ տղայիս պարագայում մենք մի քիչ այլ կերպ ենք եղել եւ դրանում մեզ օգնել է նրա քավորը եւ ես շատ շնորհակալ եմ նրան, որովհետեւ տղա մեծացնելիս իսկապես որ պետք է տղամարդ եւ պետք է մարդ, ով ուղղություն ցույց կտա տղային, որովհետեւ դժվար կարողանային կանայք դաստիարակել տղա, որը չգիտեմ, կարողանար թե հասարակության մեջ իրան գտնել, թե ամեն դեպքում տղաների խնդիրները եւ հարցերը ինձ թվում է լրիվ են լինում եւ նրանց այդ ամուր ձեռքը միշտ պետք է եւ մեր քավորը մեր կողքին էր եւ մեր կողքին է, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ եւ մենք ունեինք մի որդեգրած տենց գիծ, եթե ինչ-որ մեկը
ինչ-որ բան արգելում էր, երբևէ ոչ մեկ, ոչ մի տատիկ, ոչ մի պապիկ, ոչ մի քերի որքուր, չգիտեմ, արդեն չէր կարող այդ որոշումը հետ բերել եւ նա չուներ ճանապարհներ, հա, լծակներ չուներ, որ բազեր տատիկի մոտ տատիկ ասեր, վայ, բալիկ ջան, թույլ ենք տալիս, տենց բան չկար մեզ մոտ եւ ես կարծում եմ, որ դա մեզ շատ է օգնել, որովհետեւ այսօր մենք ունենք երիտասարդ տանը, ումով ես իսկապես կարող եմ հպարտանալ որպես մայր եւ ես հուսամ, որ այն սպասելիքները, որ ես ունեմ իր հետ կապված, իսկապես կիրականանան եւ ես հպարտությամբ կասեմ, որ լավ հայ եմ դասիրակել։ Հանուն երեխայի արժե պահել ամուսնությունը։ Ես չեմ կարծում, որ մարդիկ կարողանան լինել այդչափ կարողանան զսպել իրանց էմոցիաները հանուն երեխայի։ Իսկ եթե երեխան տեսնի ավելորդ բաներ, շատ ավելի լավ է, որ այդ երեխան ապրի, այո, արդեն ցավոք սրտի, հա, կոտրված ընտանիքում, բայց տեսնի երջանիկ իր ծնողներին, հանգիստ եւ չլինեն ինչ-որ բախումներ երեխայի աչքի առաջ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ դու կարծես կրկնում ես քո մայրիկի ճակատագիրը։ Ասում են, որովհետև դու էլ ընտրել ես մեկ բացի քո անձնական կյանքից, որի մասին խոսեցինք, նաև քո ստեղծագործական կյանքում դու մասնագիտությամբ եղել ես արվեստաբան, հա, իսկ ստացել ես այդ կրթությունը, որից հետո ընկնվել ես լրագրության մեջ, հաղորդավարության, դերասանության։ Չի խանգարել այն փաստը, որ դու չես ունեցել համապատասխան կրթություն։ Գիտեք, անկեղծ եթե լինեմ, ես համարում եմ, որ արվեստաբանությունը յուրաքանչյուր արվեստի տեսակի հիմքն է, որովհետև մենք սովորել ենք ամեն ինչ, մենք սովորել ենք գեղեցիկը տարբերել, մենք սովորել ենք կոմպոզիցիա, մենք սովորել ենք արվեստի պատմություն եւ տեսություն, մենք սովորել ենք այն ամենը, ինչը շատերը չգիտեն իրենց նեղ մասնագիտությունը ստանալով, լինելով նաև հետաքրքրասեր շատ կարդալով եւ այլն եւ բարեբախտաբար ես չգիտեմ ես իսկապես շատ շնորհակալ եմ որովհետեւ իմ ճակատագիրը բավականին հետաքրքիր է ստացվել եւ ես չունենալով դերասանական կրթություն մշտապես ունեցել եմ գլխավոր դերեր Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ վստահել են այդ դերերը։ Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ժամանակին վստահեցին ինձ ռեժիսուրա։ Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր վստահեցին ինձ եւ թույլ տվեցին, որ իմ ծրագիրը գնա եթերով։ Ես անցել եմ այն ուղին, որով շատերը չեն անցել։ Ես եղել եմ սցենարիստ, ես եղել եմ ռեժիսոր վավերագիր, ես ստացել եմ բազում մրցանակներ, ընդ որում ամբողջ մեր հայրենիքից դուրս, երբևէ մեր հայրենիքում ոչ մի մրցանակ, ոչ մի գնահատական, ոչ մի ձևի չեմ ստացել։ Ամբողջը եղել է դուրսը։ Այդ ամենը ինչ, որ ես ստացել եմ այնտեղ, այդ գնահատականը բարձր վերադառնալուն պես, այդ ամենը բնականաբար փոխվել է, որովհետև իմ մեջ այստեղ միայն եւ միայն տեսել են գեղեցիկ կին, եւ ես չեմ կարողացել իրագործել այն, ինչը ես կուզեի այն ժամանակ, բայց միշտ չի, չէ, այդպես որ մենք ուզում ենք, այդպես էլ ստացվում է։ Ամեն դեպքում կյանքը մեզ տանում է իր ճանապարհներով, եւ ես անցել եմ դերասանի ուղի ամեն օր եթերներում ամեն օր այդ կրթությունը ստանալով, ամեն օր սովորելով լավագույն դերասաններից, մաստեր կլասեր իրենցից ստանալով, բոլոր այդ գիտելիքները քաղելով, հավաքելով իմ մեջ, ու եթե ես այսօր կամ ու գնահատված եմ դա իրենց շնորհիվ է ու ես շատ շնորհակալ եմ, բայց դա նաև իմ աշխատասիրության, իմ ցանկության եւ չգիտեմ, մարդը պետք է մի քիչ էլ նաև մեջից դա ունենա։ Իսկ արվեստը եթե մարդու մեջ կա, ինձ թվում է միևնույն է տարբեր տեղերով կարտահայտվի։ Մեջը չկա պայքար, ցավ նրա, որ տես ի վերջո մրցանակներ ունես, ձեռքբերումներ ունես, բայց այո, ի վերջո այդ ամեն ինչը վերագրվում է զուտ արտաքին տեսքին։ Չի վերագրվում արտաքին տեսքի, երբ ես այնտեղ ստանում էի մրցանակներ, ինձ անգամ չէին տեսնում, չգիտեին մեզ մոտ։ Իսկ մեզ մոտ, գիտեք, դա էլ ժամանակի հետ երևի թե արդեն ինչ-որ բթացել է, հա, երևույթի նկատմամբ վերաբերմունքս, որովհետև ի վերջո ես փորձում եմ գտնել ինձ։ Դուք ես դեռ չես գտել։ Ես ինձ դեռ չեմ գտել, ես դեռ փնտրում եմ։ Ու ես կարծում եմ, որ դեռ կլինեն աշխատանքներ ու հետաքրքիր ինչ-որ բնագավառներ, որտեղ ես
էլի կգտնեմ ինձ համար նոր ու հետաքրքիր բան, որտեղ ես էլի կկարողանամ իմ խոսքը ասել, երևալ ու գնահատվել, որովհետև ի վերջո այն, որ որպես դերասան, եթե ինձ գնահատում են մեր լավ դերասաններն ու ռեժիսորները, եթե ինձ սիրում է հանրությունը, եթե որպես հաղորդավարուհի ինձ ընկալում են եւ ընդունում են եւ սիրում են, նշանակում է, որ ես ինչ-որ բանի հասել եմ։ Դուք ու հարցազրույցներից մեկի ժամանակ ասել ես, կյանքում թշնամիներ չեն լինում, լինում են մարդիկ, ում շնորհիվ կյանքի դասեր ենք ստանում։ Այդ առումով ով է եղել քո կյանքի լավագույն ուսուցիչը։ Երևի հենց կյանքը։ Ոչ մարդիկ։ Կյանքը։ Ես գիտեք ինչու։ Ես շատ եմ շփվում մարդկանց հետ, նաև մասնագիտության շնորհիվ, յուրաքանչյուր առավոտ բազմաթիվ մարդիկ, տարբեր բնավորություններ, բնագավառներ, սոցիալական տարբեր շերտեր եւ մարդիկ շատ տարբեր են մտածում եւ հաճախ ես լսում եմ, երբ մարդիկ իրենց սխալների համար ուրիշներին են մեղադրում։ Երբևէ դա չեմ ընդունում եւ չեմ ընկալում, որովհետեւ ի վերջո յուրաքանչյուր ընտրություն քոնն է լինում։ Դու ես ընտրում քո անելիքը, քո ճանապարհը, մարդ կանց ում հետ շփվում ես կամ ում հետ չես շփվում, իրադարձությունները, որտեղ դու հայտնվում ես կամ չես հայտնվում, դա քո մտածողության, քո ցանկությունների եւ ընդհանուր առմամբ քո կերպարի արարքների հետևանքն է։ Եվ բնականաբար, եթե քեզ կյանքը տալիս է ինչ-որ իրադարձություն, ի վերջո դու ես լուծումը տալիս։ Այդ դեպքում երբևէ ոչ մեկի մեղադրելու, ոչ քո սխալների, ոչ չհասած ինչ-որ բաների մեջ երբևէ չես կարող։ Ուրեմն դու ես ինչ-որ մի բան քիչ արել, ինչ-որ մի բանի համար քիչ պայքարել կամ ասենք ինչ-որ մի պահի ուղղակի հետ ես քաշվել եւ հարցին լուծում չես տվել։ Երբ նայում ես հայելու մեջ, ծերության մասին մտածում ես։ Մտածում եմ։ Ընկերներդ նկատում ես։ Նկատում եմ, ու որ անկեղծ լինեմ, ես չգիտեմ, գուցե իսկապես իմ արտաքինը ինձ պետք է շնորհակալ լինեմ ծնողներից, բայց սիրում եմ ինձ յուրաքանչյուր տարիքում եւ երբ նայում եմ լուսանկարներս, ես հասկանում եմ, որ տարիքի հետ մեկտեղ նաեւ երևի թե այդ իմ անցած ուղին ինձ սարքում է ավելի հետաքրքիր։ Ես ինձ իմ տարիքի մեջ հավանում եմ ավելի շատ։ Կարծում եմ դա երջանկություն է կնոջ համար այդ գիտակցությունն ունենալը։ Եվ քանի որ արդեն մոտենում ենք մեր հաղորդման ավարտին, ես ունեմ 10 բլիցած հարց հատուկ քեզ համար։ Իր, որը միշտ քեզ հետ է։ Չգիտեմ, չունեմ նման կապվածություններ։ Երևի հեռախոսս։ Իրադարձություն, որը հիմնովին փոխեց կյանքդ։ Տղայիս ծնունդը։ Նկար կա, որը երբեք որևէ մեկին ցույց չես տվել։ Չէ։ Ինչի մասին երբեք չես խոսում հանրության առջև։ Իմ կյանքի անձնական։ Քո կյանքի կարգախոսը, որով առաջնորդվում ես կամ ունես արդյոք։ Այո, միշտ զարգանալ եւ գնալ առաջ։ Ում հետ կցանկանայիր փակված մնալ վերելակի մեջ։ Ես չեմ սիրում վերելակ եւ փոքր տարածքներ, ընդհանրապես չի ուզի։ Խնդրում եմ ավարտես հետեւյալ արտահայտությունը. կյանքն ինձ համար անիմաստ կլիներ, եթե չլիներ տղաս եւ չլիներ այն ամենը, ինչ տեղի է ունեցել իմ կյանքում։ Եթե իմանայիր, որ մինչև կյանքիդ վերջը քեզ մնացել է 90 րոպե, ինչ կանեիր այդ ընթացքում։ Կաշխատեի տղայիս շատ բան սովորեցնել, խորհուրդներ տալ իրան մաքսիմալ, որ չգիտեմ, իր կյանքը ավելի հեշտ անցներ։ Եթե ոսկե ձկնիկ բռնեիր, որը կլիներ քո առաջին ցանկությունը։ Խաղաղություն։ Քեզ թե աշխարհին։ Աշխարհին, որովհետև վերջին ժամանակաշրջանում բոլոր տեղի ունեցած իրադարձությունները շատ ծանր անդրադարձան նաև իմ հոգեկանի վրա։ Ամեն իրադարձություն, որը խլում է երեխայի, երիտասարդի կյանք կամ յուրաքանչյուր մորից իր զավակին, չգիտեմ, շատ ծանր եմ ընկալում։ Ինչ է պակասում Գայանե Ասլամազյանին կատարյալ երջանիկ լինելու համար։ Մեծ եւ ամուր ընտանիք։ Ինչի եւ ես քեզ ցանկանում եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ քեզ։ Այսպիսին էր Գայանե Ասլամազյանի սպիտակ անկյունը, սպիտակ անկյունում։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։